Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Կիրակի երեկոյան Թիֆամը նստած էր դրսում և դիտում էր, թե ինչպես է Հայիթիում արևը մտնում սարերի ետևը։ Նա երջանիկ էր, քանի որ վերջերս դարձել էր Աստծո զավակը։ Նրա հայրը, կախարդ բժիշկը, Օրեստիլը, վերցրել էր նրա Աստվածաշունչը և մասերի էր բաժանել, սակայն նա երբեք չէր կարող վերցնել աղջկա սրտում գտնվող Հիսուսին։ Թիֆամը հոր վրա բարկացած չէր, ով նստած էր անկյունում և կրակի մոտ տաքանում էր։ Նա, միևնույն է, սիրում էր նրան։ Արդյոք նա գիտեր նորությունը։ Հայրիկ, ամեն կիրակի Վիկտորը գալիս է մեր գյուղ քարոզելու։ Ավելի լավ է չգա։ Օրեստիլը հառաչեց, բայց չասաց, որ նախօրեին եղել էր եկեղեցու մոտ։ Նա շարունակ մտածում էր Վիկտորի խոսքերի շուրջ։ Հիսուսը փոխել է իմ կյանքը։ Ես ոգիների վախի մեջ էի ապրում և ծառայում էի նրանց, բայց երբ լսեցի Աստծո սիրո մասին, ես հավատացի։ Հիմա երջանիկ եմ և գիտեմ, որ Հիսուսը միշտ ինձ հետ է։ Ես երբեք մենակ չեմ լինելու։ Օրեստիլը գնաց այն փոքրիկ տունը, որը կառուցել էր ոգիների համար։ Ոգիներ, ցույց տվեք ձեր ուժը։ Թող կրակ իջնի այդ եկեղեցու վրա և այրի այն։ Օգնեմ դա անել։ Օրեստիլը վառվող փայտը ձեռքին գնաց եկեղեցի։ Նա ծիծաղեց և կրակը մոտեցրեց ծղոտե տանիքին։ Հանկարծ ինչ-որ մեկը հետ քաշեց նրա ձեռքը։ Կախարդ բժիշկը բղավեց. Վիկտոր, որտեղից հայտնվեցիր։ Հիսուսն ինձ ուղարկեց, որ խոսեմ քեզ հետ։ Նա սիրում է քեզ։ Նա դեռ կարող է ինձ սիրել։ Ես ծառայել եմ ոգիներին, խաբել եմ, ցանկացել եմ սպանել քեզ և պատրաստվում էի այրելու եկեղեցին։ Ես անգամ Թիֆամի Աստվածաշունչն եմ մասերի բաժանել։ Նա դեռ կարող է սիրել ինձ։ Նա խաչվել է քո յուրաքանչյուր մեղքի համար։ Նա կների քեզ։ Ես զղջում եմ արածներիս համար։ Ես խաղաղություն եմ ուզում և ուզում եմ դառնալ Աստծո զավակը։ Կախարդ բժիշկը շատ լուրջ էր։ Նա այրեց իր բոլոր կախարդական արձանները և նոր կյանք սկսեց։ Ով տեսնում էր նրա փայլող դեմքը, ուրախանում էր, սակայն ամենաշատը Թիֆամն էր ուրախանում։ Հիսուսն է հաղթողը Հայիթիում և ամենուր։ Նա ընդունում է յուրաքանչյուրին, ով իր մոտ է գնում և ով ուզում է դառնալ Աստծո զավակ։ Աստվածաշունչն ասում է. բայց ովքեր ընդունեցին իրեն, նրանց նա Աստծո որդիներ դառնալու զորություն տվեց, որ կհավատան իր անվանը։ Հովհաննես 1:12։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։